պետք է իրենց ձայն տան։ Ով է ձեզ բա ֆինանսավորում, պարոն։ Ինչպես նկատել եք անցած ընտրությունները, եթե ուշադիր հետևացին եք 23 թվականի քաղաքապետարանի կամ Երևանի ավականու ընտրությունների ժամանակ մենք դրամահավաք ենք արել, ամենակիչ ծախսած, ամենակիչ գումար ծախսած քաղաքական ուժն ենք եւ այդ փոքրագույն ես կասեի ռեսուրսներով արձանագրել ենք եւ գրանցել ենք, կարելի ասել հաղթանակ այն առումով, որ ամբողջ սպեկտրում ընդդիմադիր ուժերի մենք առաջին տեղն ենք գրավել, ասեմ ավելին, եթե որոշ քաղաքական ընդդիմադիր ուժեր չգնային վաճառվելու ճանապարհով, ապա վստահաբար կարելի է ձևավորել իշխանություն, քաղաքային իշխանություն, բայց ցավում նորից եմ ասում, ցավում եմ, որ մեզ մոտ դեռ մարդիկ հավաքում են ձայներ, ստանում են մարդկանց ձայները, այնուհետև այդ ձայները օգտագործում են անձնական իրենց շահերի համար։ Շանսերը ձեր ինչքան եք գնահատում, քանի տոկոս ձայն ունեք դուք։ Շանսերը ձեր ինչքան եք գնահատում, քանի տոկոս ձայն ունեք։ Այդ գնահատականները մի քիչ անշնորհակալ հարց է, եթե մենք վստահություն չունենայինք, որ անցնելու ենք առնվազն անցողիկ շեմը, մենք չենք մասնակցելու, որովհետև նորից եմ ասում, ինքնանպատակ չէ, մեր ինքնանպատակը մեր նպատակն է մեր ծրագիրը իրականացնելը։ Մենք ունենք ծրագիր մաքսիմում եւ ծրագիր մինիմում։ Մեր ծրագիր մաքսիմումը իշխանափոխությունն է, մեր ծրագիր մինիմումը ընդդիմափոխությունն է։ Ռեալ է, որ դուք մեծամասնություն կձևավորեք եւ կկարողանաք։ Մեր ծրագիր մաքսիմումը իշխանափոխությունն է, ծրագիր մինիմումը ընդդիմափոխությունն է։ Դա ինչ է նշանակում։ Երկուսն էլ այսօր խնդիրներ ունեն, արատավոր են։ Այսօր քաղաքական դաշտը, այսօր պարլամենտում մեր խոսույթը այն բոշա փչացած, գիտեք այդ հայտնի սկեչը։ Չէ, դե դրանք չեմ ասում, ես սկեչից եմ օրինակ բերում, ավելի բարի, հա, բոշա փչացած վիճակն է, մեկը մեկին ասում է, դավաճան մեկը մյուսին ասում է, թալանչի ու ամբողջը այդ խոսակցությունն է։ Անկամ եթե ինչ որ մի իշխանական կամ ընդդիմադիր, հա, քաղաքական գործիչ դուրս է գալիս ամբողջ իրական ճիշտ բան է ասում, իրեն արձագանքը բացարձակ ոչ մի կապ չունի թեմայի հետ եւ ոչ մի կապ չունի իր ասացի հետ։ Ուղղակի սկսում են պիտակավորել եւ անցնում են առաջ։ Այդ դրա համար մենք այս 5 տարին թոփում ենք նույն տեղում, ոչ մի առաջընթաց չկա։ Մեր քաղաքական դաշտը այսօր լրջագույն խնդրի առաջ է կանգնած եւ այդ խնդրի մեջ ենք մենք։ Այսինքն ծրագրի մինիմումը, փողոց դուրս գալի կարիք, ես դուրս եմ եկել 20 տարի փողոց, պայքարել եմ իշխանափոխության համար, գիտեք ինչու, որովհետև այն ժամանակ քվեով չէ լինում փոխել։ Այսօր մենք տեսնում ենք, պարզ օրինակ Երևանի ընտրությունները ասեմ, մենք բոլորս եղել ենք, դիտել ենք, ընտրատարածքներում ընտրությունները անցել են նորմալ։ Ցավում եմ, շատ եմ ցավում, որ մեր բնակիչները քիչ մասնակցություն են ցուցաբերել։ Այսինքն 100 հոգուց 28%-ն է մասնակցել։ Պատկերացնեք 100 երևանցուց 28-ն են եկել ընտրատեղամաս։ Դա կազմակերպել է ճակերտավոր իշխանությունը, այսինքն ապաթիա է բերում ժողովրդին, բերում է այն գիտակցման ժողովրդի, որ ձեզ այնց ոչ մի բան կախված չի, ինչ էլ անեք մեկը, մենք ենք մնալու, ոչ մի բան չի փոխում եւ այլն, այսինքն մարդկանց ովքեր չեն եկել, ասում են լավ եղբայր կամ քույր, ինչու չեք եկել, ասում են դե ոչ մի բան մեկը չի փոխվելու, ինչ ուզում անում են, ուրեմն հարգելիներս խնդրում եմ սիրելի ժողովրդի, ես ձեզ եմ դիմում, այդպես չի, վստահեցնում եմ ձեզ, օրինակ Երևանի ընտրություններում 28%-ի տեղը 45-50% որ բնակչության գար, վստահաբար շատ ամեն ինչ փոխվելու էր եւ այսօր դուք տրանսպորտի համար ոչ թե 150 դրամ եք տալու, այլ նույն 100 դրամն եք տալու, ձեր կարմիր գծերի համար տարեկան ոչ թե 160,000 դրամ եք տալու, այլ նույն գումարն եք տալու եւ այլ շատ փոսերի մեջ չեք ընկնելու, այսինքն լինելու էր շատ ավելի նորմալ քաղաքային իշխանություն, որը կմտածեր ձեր մասին, ոչ թե իր սեփական կամ թիմային շահերի մասին։ Սպասում եք, որ կարող է պարոն Հարությունյան այսպես ճակերտավոր անակնկալ լինել ընտրություններից առաջ, օրինակ ձեր դեմ նոր քրեական գործերի հարուցում, ձերբակալություններ։ Ես չեմ սպասում այդպիսի բաներ, որովհետև նախ իմ պաշտոնավարումից հետո արդեն քանի տարի անցել է եւ բոլորը մասնավորապես առաջի 3 տարին շատ sense մանրակրկիտ
խոշորացույցի տակ իմ գործունեությունը ուսումնասիրել են, որովհետև ես հարմար մարդ չեմ էլ իշխանության համար եւ ոչ մի քրեական գործ հարուցված չկա եւ նրա համար չէ որ ինչ որ վայ չեն գտել, այլ իսկապես մենք ինչքան էլ դա զարմանալի չի, հա, Հայաստանի իրականության համար որ կարելի է աշխատել քաղաքապետ կամ ինչ որ բարձրաստիճան պաշտոնյա, բայց մենք աշխատել ենք ազնիվ, մաքսիմալ փորձել ենք անել քաղաքի համար եւ նորից եմ ասում, շատ մարդիկ իմ հարազատներ, ընկերներ այսօր նեղացած են ինձանից, իրենք չգիտես ինչի պատկերացնում են, որ պետք է ինչ որ արտոնություններ ունենան, չեն ունեցել, եւ նաեւ այն ժամանակ շատ էին եղանում ԿՊԱ-կանները, որովհետեւ իրենք էլ էին կարծում, որ ինչ որ արտոնություններ պետք է ունենան, բայց չեն ստացել այդ արտոնությունները, ուղղակի ցավոք սրտի այդ ազնիվ կառավարումը, ասեմ, կամ գիտեք, ես ասում եմ դա լավ չի, դա նորմալ է, ասեմ այդ նորմալ կառավարումը տևեց ընդամենը 3 տարի, այսինքն փաստը ցույց է տալիս, որ եթե գալիս է մարդ թիմ, որը ուզում է նորմալ կառավարել, դա տևում է 3 տարի։ Ինչի անուններ չեք տալիս, պարոն Մարության, դե անուններ տվեք, ովքեր են այդ ԿՊԱ-կանները, որոնք ձեզանից ակնկալել են ապօրինի ինչ-որ արտոնություններ ու դուք չեք գնացել դրան։ Իսկ ինչի համար անուններ տամ։ Մի կարիք չկա անունները տալու։ Միևնույնն է, ես ասում եմ, հանրությունը պետք է իմանա, որ այդ կուսակցության անդամներն են եղել։ Ընդ որում շատ տարբեր եւ հետաքրքիր առաջարկներ։ Կաշկանդված եք, կաշկանդված եք անուններ։ Կաշկանդված չեմ ուզում։ Ես ասեմ ավելի կներեք նախորդ ավականունիստի այդ փոխքաղաքապետը ձեր անուններ տալի, ձեր խմբակցության անդամը այսպես ինչ ասեք։ Հարցը դուք ասում եք այսպես ձեր լավ կառավարման մասին եք խոսում, պարոն Մարության, բայց ԿՊԱ-կանները ասում են կառավարման մասին է խոսում, քրեական գործերի մասին է խոսքը, լավ կառավարումը ժողովուրդն է գնահատում։ Ես ինքս իմ մասին չեմ ասում, տեսեք ինչ լավ են կառավարում։ Աշտարակին թույլտվություններ տվել, քաղաքը սարքել է շինարարական բումեր։ Ուրեմն նախ շատ կարևոր է այստեղ նշել, որ կառավարությունը ահավոր մեծ ջանքեր գործադրում, որպեսզի լինի շինարարական բում, բայց այնուամենայնիվ անկախ դրանից, քանի որ թիմը մեր Երևանի քաղաքապետարանն, այսինքն առաջին անգամ երևի Հայաստանի պատմության մեջ եղել է անկախ, այսինքն ոչ ոք չէր կարող ինչ որ մեկին հանել աշխատանքից կամ նշանակել աշխատանքի կառավարությունից կամ թեկուզ sense երկրի ղեկավարը, չէին կարող ինչ որ գրառման համար մեկին հանեին, չնայած ցանկությունները այդպես լինում էր, ինչ պատճառներով քաղաքական դիրքորոշման հանեին, քաղաքական դիրքորոշման համար հանեին մարդկանց։ Սա միակ 3 տարիներ Հայաստանի պատմության մեջ, ըստ իս կարծում եմ, եթե եղել են այլ այդպիսի դեպքեր, խնդրում թող արձանագրվեն, որ թիմը տեղական ինքնակառավարման մարմին եղել է տեղական ինքնակառավարման մարմին եւ գործել է անկախ, 100%-ով անկախ, բայց վերադառնալով ձեր ասացին, կան օրենքներ եւ ես աշխատել եմ օրենքներով։ Օրենքներում հստակ դրված է, եթե մարդուն կամ քաղաքացուն կամ ինչ որ ընկերությանը հասնում է ինչ որ մի շինթույլտվություն, ինքը օրենքով, ինքը շինթույլտվությունը պետք է ստանա։ Եթե չի հասնում, ինքը չի ստանում։ Ես օրենսդիր մարմին չեմ։ Ես մարդ եմ, որը կատարում է օրենքները։ Եվ նաեւ դրա պատճառով, որ մինչեւ օրս ոչ մի այսպես ասած ձեր ասած այդ քրեական գործ կամ չգիտեմ ինչ որ վարույթներ չկան, ինչու, որովհետև եւ քննչական մարմինները եւ այդ ստուգող մարմինները շատ լավ տեսնում են, որ ես գործել եմ 100%-ով օրենքի սահմաններում, չգիտեմ, այդ արդեն իրենց հետ, ես գործել եմ օրենքի սահմաններում, սա շատ կարեւոր է, այո, մեր օրենսդրությունը շատ փոփոխման տեղ ունի, շատ, դες թեկուզ կառուցապատման ոլորտում, եւ նաեւ դրա համար ենք մենք գնում ընտրությունների, որովհետեւ իրական որոշումները եւ իրական խնդիրների լուծումը նաեւ պարլամենտում են, եւ մենք լինելով անգամ այդտեղ, հա, քաղաքապետարանում, լինելով ավականու անդամներ, մեր շատ թիմակից ընկերներ, ուղղակի չենք կարողանում մեր պատկերացրածով ճիշտ բաները իրականացնենք, որովհետեւ օրենքը այլ բան էր ասում։ Եթե օրենքը այլ բան է ասում, դու պետք է օրենքով գնաս։ Եթե քեզ դուր չի գալի օրենքը, պետք է փոխես օրենքը։ Շատ հաճախ դիմում ենք նաև ազգային ժողովի մեր գործընկերներին, բայց process-ը դանդաղում էր, գնում էր, խրվում էր եւ այդպես էլ